Իդիոպաթիկ նեֆրոտիկ համախտանիշի մոլեկուլային մեխանիզմները։ Նեֆրոտիկ համախտանիշը կազմված է հետևյալ բաղադրիչներից՝ պրոտեինուրիա 3,5 գրամ ավելի օրվա ընթացքում, հիպոալբումինեմիա, այտուցներ և հիպերլիպիդեմիա։ Սրանք իրար հետ փոխկապակցված նշաններ են, որոնք ծագում են պրոտեինուրիայի հետևանքով։ Նեֆրոտիկ համախտանիշի պատճառները բազմաթիվ են, դրանք մետաբոլիկ կարող են լինել, ինչպիսին ամիլոիդոզն է, շաքարային դիաբետը, իմունոլոգիական, օրինակ կարմիր գայլախտի և այլ հիվանդությունների դեպքում, տարբեր ինֆեկցիաների դեպքում, այդ թվում վիրուսային հեպատիտ B-ի, C-ի, մալարիայի, դեղերի և այլ պատճառներով, ինչպես նաև գենետիկ համախտանիշների դեպքում, օրինակ կա բնածին նեֆրոտիկ համախտանիշ ֆինական տիպի և այլ տեսակներ, որոնց ընթացքում մենք դեռ կանդրադառնանք, բայց մնում է այսպես կոչված իդիոպաթիկ կամ առաջնային նեֆրոտիկ համախտանիշի դեպքերը, երբ որևէ երկրորդային հիվանդություն, որ առաջացրել է երկրորդային նեֆրոտիկ համախտանիշ, չի հայտնաբերվում։ Հենց այդպիսի դեպքերի մասին էլ խոսելու ենք այսօր։ Իդիոպաթիկ նեֆրոտիկ համախտանիշ առաջացնող հիվանդություններն են մինիմալ փոփոխությունների հիվանդությունը, երբ լոսային մանրադիտակով կծիկներում որևէ փոփոխություն չի հայտնաբերվում, սակայն էլեկտրոնային մանրադիտակով ունենք պոդոցիտների, ոտիկների վնասում, ձուլում և դրա հետևանքով զարգանում է նեֆրոտիկ համախտանիշ։ Ֆոկալ սեգմենտային գլոմերուլոսկլերոզը, տեսնում ենք սկլերոզի հատվածներ կծիկում, և մեմբրանոզ գլոմերուլոնեֆրիտը, որի դեպքում բազալ թաղանթը հաստացած է, և ունենք իմուն կոմպլեքսների նստեցում բազալ թաղանթի արտաքին մասում, պոդոցիտի և բազալ թաղանթի միջև։ Այս երեք ախտորոշումները տրվում են ըստ բիոպսիայի, սակայն ինչպիսի մեխանիզմներ են ընկած նրանց զարգացման հիմքում, մինչև վերջին ժամանակները այդքան էլ պարզ չէր։ Որպես նախաբան ասենք, որ այս երեք հիվանդություններն էլ, այս երեք մորֆոլոգիական դրսևորումներն էլ պոդոցիտոպաթիաներ են, այսինքն վնասված է ֆիլտրացիոն բարիերի շերտերից մեկը կազմող պոդոցիտը, հիշենք ֆիլտրացիոն բարիերի կառուցվածքը, դա էնդոթելն է, որը ֆենեստրավորված է, ծածկված է գլիկոկալիքսի լավ զարգացած շերտով, այնուհետև գալիս է բազալ թաղանթը, որը նորից հարուստ է բացասական լիցք կրող գլիկոպրոտեիններով, և պոդոցիտը իր ոտիկներով և ոտիկների ոտիկներով, այսինքն այստեղ ունենք ոտիկների ճյուղավորված լավ զարգացած կառույցներ, որոնց քիչ հետո կանդրադառնանք։ Այսպիսով ֆիլտրացիայի ժամանակ մենք ունենում ենք անցում մազանոթի լուսանցքից էնդոթելով, բազալ թաղանթով և ճեղքավոր դիաֆրագմներով, որոնք գտնվում են ոտիկների իրար նայող մակերեսներին և կազմված են բավական բարդ սպիտակուցային կոմպլեքսներից, որոնց մեջ ներառված են նեֆրինը, նև1-ը և ներսում դրանց հետ համագործակցող սպիտակուցներ, որոնք պատասխանատու են բջջակմախքի ձևավորման համար ոտիկի հաստության մեջ։ Մոտիկից ուսումնասիրենք այդ կառույցները, էլեկտրոնային մանրադիտակում տեսնում ենք, որ պոդոցիտների ոտիկները, այստեղ դեղինով և կապույտով երկու պոդոցիտ է ներկված, ոտիկները իրար մեջ են մտնում զիպ պրինցիպով և նրանց ոտիկների միջև տեղի է ունենում փոխազդեցություն արդեն մեր նշած նեֆրինի և նև1 սպիտակուցի
շնորհիվ, իսկ ներսում տեսնում ենք հավաքված կառույցներ այլ սպիտակուցների, այդ թվում կինազային ակտիվությամբ, որոնք համագործակցում են ակտինի այդ տեղում պոլիմերացման և բջջակմախքի ձևավորման համար այդ հատվածում։ Ինչու են վնասվում պոդոցիտները մեր նշած հիվանդությունների դեպքում։ Առաջին էքսպերիմենտալ տվյալները հնարավոր մեխանիզմների մասին տպագրվեցին 1959 թվականին և հետագայում հայտնի դարձան որպես Հեյմանի մոդել, գլոմերուլոնեֆրիտի մոդել, և տեսեք ինչ էր արել Հեյմանը, նա ներարկում էր առնետներին կծիկից, այսինքն երիկամի էքստրակտ, որին միացված էր ադյուվանտ, այստեղ տեսնում ենք ֆրեունդի ադյուվանտ, որը հզորացնում էր այդ էքստրակտի իմունոգեն հատկությունները և որոշ ժամանակ հետո կենդանու մոտ զարգանում էր նեֆրոտիկ համախտանիշ։ Իսկ մանրադիտակային հետազոտությունը ցույց էր տալիս մեմբրանոզ գլոմերուլոնեֆրիտի պատկեր։ Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ հակամարմիններ են առաջանում մեգալին սպիտակուցի հանդեպ, որը առնետների մոտ առկա է ինչպես պրոքսիմալ խողովակներում, այդպես էլ պոդոցիտում, բայց մարդու դեպքում մեգալինը միայն պրոքսիմալ խողովակներում էր, այսպիսով նույն մեմբրանոզ գլոմերուլոնեֆրիտի առաջնային ձևերի դեպքում այդ հակամարմինները մարդու դեպքում որևէ պաթոգենետիկ դեր չունեին և երկար ժամանակ պարզ չէր, իսկ որ հակամարմիններն են և որ սպիտակուցի հանդեպ են նրանք առաջանում մարդու դեպքում։ Եվ առաջին հետաքրքիր տվյալը տպագրվեց 2002 թվականին, երբ հայտնաբերվեց, նկարագրվեց նորածնի մոտ մեմբրանոզ գլոմերուլոնեֆրիտի դեպք, որը պայմանավորված էր չեզոք էնդոպեպտիդազի դեմ առաջացած հակամարմինների տրանսպլացենտալ ranցումով։ Նրանք գտել էին իրենց թիրախը պոդոցիտների վրա, առաջացրել էին պոդոցիտների վնասում, կոմպլիմենտի ակտիվացում և բազալ թաղանթի հաստացում, այն ամենը, ինչ բնորոշ է մեմբրանոզ գլոմերուլոնեֆրիտին։ Պարզվեց, որ մայրը ունի գենետիկ դեֆեկտ, նեյտրալ էնդոպեպտիդազ չունի և իմունիզացված էր նախորդ հղիության ժամանակ պտղի նեյտրալ էնդոպեպտիդազով և երկրորդ հղիության ժամանակ հակամարմինները IgG-ն անցել էր արդեն ընկերքով և առաջացրել էր այդպիսի վնասում պտղի մոտ։ Այս հետազոտությանը հաջորդեց 2009-ին կատարված շատ կարևոր հետազոտություն, Բեկը և իր խումբը հայտնաբերեցին մեմբրանոզ նեֆրոպաթիայով կամ մեմբրանոզ գլոմերուլոնեֆրիտով պացիենտների շրջանում հակամարմիններ, որոնք փոխազդում էին, այստեղ կարող եք տեսնել, ֆոսֆոլիպազ A2-ի ռեցեպտորի դեմ, M տիպի ֆոսֆոլիպազ A2-ի ռեցեպտորի դեմ, և այդ հակամարմինները գտնում էին իրենց թիրախը հենց պոդոցիտի վրա տեղակայված այդ սպիտակուցներ այդ հակամարմինների թիրախը և զարգանում էր մեմբրանոզ գլոմերուլոնեֆրիտ։ Տեսնում եք ինչքան բարձր է տոկոսը, իդիոպաթիկ մեմբրանոզ նեֆրոպաթիայի դեպքում այդ հակամարմնի առկայության 70% տվյալ ընտրանքում և հետագայում պարզվեց, որ այս հակամարմինները օգնում են թե ախտորոշման և թե հիվանդության վարման համար, քանի որ նրանց տիտրը կոռելացվում էր հիվանդության ծանրության աստիճանի հետ։
Սակայն դեռ բաց էր մնում մինիմալ փոփոխություններով հիվանդության և առաջնային ֆոկալ սեգմենտային գլոմերուլոնեֆրիտի պաթոգենեզում, որ հակամարմիններն են կարևոր, և 2022 թվականից սկսեցին տպագրություններ հայտնվել, որ կասկածյալների մեջ է հականեֆրինային հակամարմինը։ Հիշենք, որ նեֆրինը դա հենց ճեղքավոր դիաֆրագմայի սպիտակուցն էր, և իրոք նրա ախտահարումը կարող էր շատ լուրջ լինել պոդոտիկների ձևավորման համար։ Այսպիսով, ինչպես հայտնաբերվեցին հականեֆրինային հակամարմինները, մի կողմից հայտնի էր դարձել, որ նեֆրինի գենետիկ կարատ ունեցող նեֆրոտիկ համախտանիշով երեխաները, երբ ստանում էին երիկամի տրանսպլանտացիա, որոշների մոտ զարգանում էր մինիմալ փոփոխությունների հիվանդություն։ Այսինքն նրանք իմունիզացվում էին տրանսպլանտացված երիկամի նեֆրինի հանդեպ և ունենում էին այդպիսի իմուն միջնորդված վնասում։ Եվ մյուս կողմից արդեն պացիենտները, ովքեր ունեին նեֆրոտիկ համախտանիշի առաջացնող տարբեր հիվանդություններ, այդ թվում մինիմալ փոփոխությունների հիվանդություն և առաջնային ֆոկալ սեգմենտար գլոմերուլոսկլերոզ, նրանց որոշ տոկոսի մոտ հայտնաբերվեցին հականեֆրինային հակամարմինները։ Տեսեք, այստեղ գազարագույնով է նշված, մինիմալ փոփոխությունների դեպքում դա 40%-ից մի փոքր ավել մեծահասակների մոտ էր, և որոշ տոկոս, մոտ 10% նաև ֆոկալ սեգմենտար գլոմերուլոսկլերոզի դեպքում։ Իսկ նրանք, ովքեր ունեին նեֆրոտիկ համախտանիշ, և նրանք, ովքեր իմունոսուպրեսիա չէին ստացել, նրանց մոտ տոկոսները համապատասխանորեն 60 և մոտ 70% էր։ Երեխաների շրջանում, քանի որ սովորաբար բիոպսիա չի կատարվում և մինիմալ փոփոխությունների հիվանդությունը պարզապես գնում է որպես իդիոպաթիկ նեֆրոտիկ համախտանիշ, ախտորոշման տակ, տեսեք, այստեղ արդեն տոկոսները էլ ավելի բարձր էին, մոտ 50% իդիոպաթիկ նեֆրոտիկ համախտանիշ ախտորոշումով երեխաների շրջանում, և նրանք, ովքեր ունեին այդ ախտորոշումը և նեֆրոտիկ համախտանիշ, նրանց մոտ հակամարմինները մոտ 80%-ի մոտ դրական էր, իսկ ովքեր չէին ստացել իմունոսուպրեսիվ բուժում, տոկոսը հակամարմին դրականների նույնիսկ հասնում էր 90%-ի։ Այսպիսով, վերջապես գտնվեցին այն հակամարմինները և այն թիրախը, որոնք պատասխանատու են մինիմալ փոփոխությունների հիվանդության դեպքերի զգալի մասի համար, և այդ հակամարմինները նորից օգնում են ինչպես ախտորոշել, այնպես էլ հետևել կլինիկական ընթացքին, քանի որ նորից ապացուցվել է դրանց կոռելացիան հիվանդության ծանրության հետ։ Այս հետազոտությունները օգնեցին մեզ սևեռել մեր ուշադրությունը B լիմֆոցիտների վրա, որտեղ նախկինում հիմնականում կարծում էին, որ մինիմալ փոփոխությունների հիվանդությունը պայմանավորված է ինչ-որ լուծելի վնասող գործոնով, ինչ-որ ցիտոկինով կամ այլ մի բանով, որոնք այդպես էլ չհայտնաբերվեցին, և հիմա մենք ունեցանք ռեալ թիրախ դեղորայքային բուժման համար և կան բավական հուսադրող տվյալներ ռիտուքսիմաբի կիրառման և այլ B լիմֆոցիտային դեղերի կիրառման առումով։ Հիմա անդրադառնանք ինչ է կատարվում ճեղքավոր դիաֆրագմի հետ, երբ նեֆրինը վնասվում է։ Ինչպես հասկացանք, նեֆրինը անհրաժեշտ էր, որպեսզի այդ հատվածում գնար ակտինային թելիկների նորմալ ձևավորում, և եթե նեֆրինը հակամարմինները կապվում էին, նեֆրինը ենթարկվում էր էնդոցիտոզի, և այդ հատվածում ակտինային թելիկները այլևս չէին ձևավորվում, ոտիկների այդ ելուստները հետ էին քաշվում, և մենք ունենում էինք մոտավորապես այսպիսի պատկեր, այս վերևի շարքի նկարները նորմալ պոդոցիտներն են, իսկ ներքևում այդ պոդոցիտներն են, ում
ոտիկների կառույցը պարզեցված էր, ձուլված էր, հետ էր քաշված, այդ կոնկրետ այստեղ ներկայացված է գենետիկ մուտացիա ունեցող առնետի մկան երիկամի նմուշները, սակայն մինիմալ փոփոխությունների հիվանդության դեպքում պատկերը համանման է, գույները տեսեք մանուշակագույնով ներկված է նեֆրինը և կանաչով ներկված է պոդոցինը, մեկ այլ ճեղքավոր դիաֆրագմի մեկ այլ սպիտակուց։ Եվ վերջապես ինչ է լինում, եթե պոդոցիտի ոտիկները հետ են քաշվում, նորմալ չեն ձևավորվում և բջջակմահկը այդ հատվածում թուլանում է, արդյունքը նա է լինում, որ բազալ թաղանթը այլևս չունի նեցուկային ֆունկցիա պոդոցիտների և արդյունքում չի կարողանում հակազդել հիդրոդինամիկ ճնշման ուժերին, որոնք ազդում են մազանաթի կողմից և նորմալում հակակշռվում են պոդոցիտների ոտիկների բջջակմահքում ձևավորվող հակակշռող ուժերին։ Հիմա մենք ունենում ենք բազալ թաղանթի, այսպես ասած, լոճում և քանի որ բազալ թաղանթը հիմնական արգելքն է պրոտեինուրիայի համար, մենք ունենում ենք սպիտակուցների թափանցում մեզի մեջ։ Իհարկե էնդոթելիոցիտն էլ է կարևոր սպիտակուցներին վանելու համար, բայց այժմ համարվում է, որ ամենամեծ մաղի ֆունկցիա կատարող կառույցը կծիկում դա բազալ թաղանթն է։ Այսպիսով պոդոցիտների ոտիկները կարող ենք համեմատել պատը ամրացնող նեցուկների հետ, որոնք առկա են ոչ միայն իհարկե պոդոցիտում, այստեղ որոշ ծառերի տախտականման արմատների նկարը կարող եք տեսնել և գրավիտացիոն ուժերին հակակշռելու համար նույնպես մենք օգտագործում ենք նեցուկներ։ Եվ եթե նեցուկները վնասվել են, կարող է զարգանալ ջրհեղեղ, տվյալ դեպքում երիկամի մակարդակով դա նեֆրոտիկ համախտանիշ է։ Այսքանը։